ՀՀ-ում էլեկտրոնային առևտուրը կարգավորող համապարփակ օրենսդրական շրջանակի վերաբերյալ հետազոտության արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք մայիսի 16-ին էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ քննարկվեցին ՓՄԶ զարգացման ենթախորհրդի նիստում։ Դրանք առնչվում էին էլեկտրոնային առևտրի հարթակների կողմից վճարահաշվարկային գործառույթների իրականացմանը, էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակի ընդլայնմանը, էլեկտրոնային ծառայությունների դեպքում ԱՀ հաշվետվությունների տրամադրման տեխնիկական տարբեր հարցերի, ինչպես նաև արտահանման շրջանակներում վաճառողների փոխարեն սուրհանդակային ծառայություններ մատուցողների կողմից ապրանքների հայտարարագրմանը։ Առաջինը մի քիչ խնդրահարույց է էլեկտրոնային առևտրի հարթակների կողմից գումարի գանձման հարցը, միանշանակ չէ, որ դա իրավաչափ է առանց լիցենզիա իրականացնելը։ Դա մեկ, դրա լուծումն է նախատեսվում տալ, երկրորդը այսօր խնդրահարույց է պատվեր տալուց հետո, երբ որ տեղ ունենում ապրանքի առաքում, հետո գումարի վճարում, խնդրահարույցը ՀԴՄ-ի դուրս գրումը, որովհետև մի կողմից օրենքը թույլ չտա այս ՀԴՄ-ն մինչև գումարը ստանալը դուրս գրել, մյուս կողմից գումարը ստանալու պահին արդեն առաքիչի կողմից հենց դասական ՀԴՄ չի կարող դուրս գրել, որովհետև ՀԴՄ մեքենա շատ հաճախ անհնար է հետները տանել։ Դրա լուծումը առաջարկում էլեկտրոնային ՀԴՄ-ների մասով տալ։ Իսկ փոքր եւ գերփոքր բիզնեսների կողմից օնլայն հարթակներում վաճառքների ժամանակ արտահանումների դեպքում խնդիրն այն է, որ ներկայումս չկա հեշտ մեխանիզմ, որը թույլ կտա մաքսային մարմիններին դա հայտարարագրել, քանի որ փոքր վաճառքների դեպքում հայտարարագրման վարչարարությունն անիմաստ բարդություններ է ներկայացնում իրենից։ Ուստի նիստի շրջանակում առաջարկվեցին այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն այս գործընթացն առանց անհամաչափ վարչարարության բեռի իրականացմանը։ Ըստ էության բոլոր գրեթե հարցերին առնչվող այս պայն օրենսդրական նախաձեռնություններ կան հենց ՊԵԿ-ի եւ Կենտրոնական բանկի տիրույթում, որոնց մասով պայմանավորվածություն եղավ, որ ըստ էության կտարվի համատեղ աշխատանք, որպեսզի առաջարկող խնդիրները իրենց լուծումը ստանան այդ նախագծերի շրջանակներում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նույնպես միացել էր նիստին, նախապես քննարկումներ եւ հետազոտություններ իրականացնելով անդամ ընկերությունների հետ հասկանալու այս ոլորտում առկա խնդիրներն ու բացերը։ Բարձր են գնահատում ԱՏԶՄ-ի հետ համագործակցությունը այս հարցի շրջանակներում, նաև վերջիններիս կողմից նախաձեռնությունը մեր անդամ ընկերությունների խնդիրները լսելու առումով, այսինքն խնդիրների հավաքագրման փուլը շատ արդյունավետ անցկացվել է լուծումների տեսանկյունից, դրական շարժ ենք տեսնում եւ ավելի համապարփակ կարգավորման անհրաժեշտություն ենք տեսնում եւ ուրախ ենք, որ պետության որդեգրված գործընթացները համընկնում են մեր սպասելիքներին այս առումով։ Համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց, որ հարցերի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն եւ Հայաստանի ներդրումային խորհուրդը խորհրդի անդամների եւ ՊԵԿ գործընկերների հետ համատեղ կաշխատեն նախագծի մշակման շուրջ։ Էլեկտրոնային առևտրին վերաբերող խնդիրների քարտեզագրման հետազոտությունն արվել է միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի աջակցությամբ։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄԶ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԲ Հայաստանի ներդրումային խորհուրդը, Միացյալ Թագավորության կառավարության լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ։